Վաղարշաբաթի համայնքային ոստիկանները ձերբակալել եւ նախաքննական մարմին են ներկայացրել Էջմիածին Երևան երթուղու 72-ամյա վարորդին ու 39-ամյա կարգավարին։ Խորենացի Բաղրամյան փողոցների խաչմերուկում բռնկված վեճի պատճառը եղել է ուղևորի դժգոհությունը շոքից եւ երթը շուտ սկսելու պահանջը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են կարգավարը եւ վարորդը անարգալից վերաբերմունք դրսեւորում ու բռունցքներով հարվածում քաղաքացուն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքի զրկելու եւ կառույցից հեռացնելու մասին խոսակցություններին։ Երևանը դիրքորոշումը կարտահայտի այն ժամանակ, երբ նման կոնկրետ որոշումներ լինեն, ասել է նա։ Իշխանական պատգամավորի խոսքով Հայաստանը սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման ժամանակ եւ չի ճանաչել այն սահմանները, որոնցով երկիրը անդամակցել է կառույցին։ Որոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումը տեղի ունեցել եւ ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ՀԱՊԿ-ին։ Խոսելով ապագայում անվտանգային այլ կառույցի անդամակցելու հնարավորության մասին, Հովհաննիսյանը հայտնել է, որ այս պահին նման հարց չի քննարկվում։ Փոխարենը Հայաստանը զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը եւ գնում անվտանգության դիվերսիֆիկացման ճանապարհով։ Մենք պատկերացնում ենք Հայաստանը բազմավեկտոր հարաբերություններ ունենալիս, թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ռազմական։ Այսինքն կրկին ոչ թե կախված լինել մեկ կետից, այլ ունենալ տարբեր կախվածություններ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով խոսել է Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը կոչ է արել Իրան-ԱՄՆ հակամարտությունում առավելագույնս կիրառել դիվանագիտությունը եւ առաջարկել է Անկարայի աջակցությունը։ Նա Թրամփին ներկայացրել է նաեւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև կնքված Մեքքայի պաշտպանության պայմանագիրը, այն համարելով տարածաշրջանային կայունության ամուր հիմք։ Անդրադառնալով Գազային, Էրդողանը մտահոգություն է հայտնել Իսրայելի աջող գործողությունների կապակցությամբ, շեշտելով, որ խաղաղության գործընթացը այժմ արդեն պետք է թևակողեր երկրորդ փուլ։ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրան միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխել են օդանավակայան եւ վտարել երկրից։ Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր դեռևս անցած տարի, իսկ այս տարվա հունիսին իրավապահները նրան ձերբակալել եւ տեղափոխել էին միգրանտների կենտրոն։ CNN-ի տվյալներով Ուկրաինան գործնականում սպառել է Պետրիոտ համակարգերի հակարդյունների պաշարները, ինչի պատճառով թանկարժեք կայանքներն արդեն շաբաթներ շարունակ չեն գործում։ Հակաօդային պաշտպանության այս ճգնաժամը պայմանավորված է Պարսից ծոցում հրթիռների աննախադեպ ծախսով եւ գործարանային թողարկման դանդաղ տեմպերով։ Նախագահ Զելենսկին Վաշինգտոնից պահանջում է հրթիռների տեղական արտադրության արտոնագրեր, փորձելով լրացնել անհրաժեշտ զինամթերքի հսկայական պակասը։ Սպիտակ տունը սակայն չի շտապում տրամադրել հստակ երաշխիքներ, կարևորելով սեփական անվտանգությունը։ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում Իրանից պահանջել է անվերապահ անձնատվություն եւ սպիտակ դրոշ բարձրացնել, կոշտացնելով վերջին շրջանում հաճախակի դարձած իր ագրեսիվ ռետորաբանությունը։ Նա սպառնացել է արվածել նաեւ Օմանին, եթե վերջինս փորձի խոչընդոտել Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության վերականգնմանը։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ռազմական գործողությունների միակ նպատակը Թեհրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը բացառելն է։ Թրամփը նաեւ շեշտել է, որ վառելիքի թանկացման պայմանավորված հանրային դժգոհությունն ու առաջիկա ընտրությունները որևէ ազդեցություն չունեն Իրանի առցում իր որդեգրած սկզբունքային դիրքորոշման վրա։ Պերուի մայրաքաղաք Լիմայի հարավային շրջաններում հորդառատ անձրևները հանգեցրել են լուրջ հեղեղումների, վնասելով փողոցներն ու բնակելի տները։ Առավել ծանր վիճակում է հայտնվել Վիլյա Էլ Սալվադոր շրջանը, որտեղ ջրի մակարդակը հասել է մինչև 1.5 մետրի։ Պերուի ազգային օդերևութաբանական ծառայությունը պարզաբանել է, որ տեղումների պատճառը ափամերձ գոտի ներթափանցած անսովոր խոնավ մթնոլորտային զանգվածներն են։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հանդես է եկել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-ից 40 մարդու սպանելու սկանդալային կոչով։ Պաշտոնյան առաջարկել է թիրախավորել նաև նրանց, ովքեր տվյալ պահին անմիջական վտանգ չեն ներկայացնում։ Այս հայտարարությամբ նախարարը բացահայտ դժգոհություն է հայտնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի վարած համեմատաբար զուսպ մարտավարության վերաբերյալ։ Նրա ելույթում ընչած ապամարտկայնացնող ձևակերպումները վկայում են Իսրայելի քաղաքական վերնախավում արմատական տրամադրությունների վտանգավոր աճի մասին։
մասին։ Ցավոք սրտի նմանատիպ ագրեսիվ ռետորաբանությունը վերջին շրջանում հաճախակի բնույթ է ստացել, լրջորեն խարխլելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Համացանցում մարոկացի միգրանտների նոր կադրեր են տարածվել իսպանական Սեուտա կղզի ներթափանցելու նոր փորձերից։ Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մադրիդը պետք է առաջարկի 3 վայր Սեուտայում միգրանտների համար ժամանակավոր ճամբարներ ստեղծելու նպատակով։ Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան այցելել է Կոլումբիա անձամբ տեսնելու օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքները։ Նա հանդիպել է տուժած բնակիչների հետ եւ այցելել դպրոցներից մեկը։ Շակիրան հայտարարել է, որ իր հիմնադրամի միջոցով 10 նոր դպրոց կկառուցվի եւ $1 միլիոն կհատկացվի աղետից վնասված կրթական հաստատությունների վերականգնմանը։ Արչը ԱՄՆ-ում փորձել է մտնել բնակելի տուն։ Նա բարձրացել է պատշգամբ, կանգնել հետևի ոտքերի վրա եւ պտտելով դռների բռնակները փորձել է բացել դրանք։